Սյունիքի մարզի ներքին Հանդ գյուղը 2022 թվականի ռազմական ագրեսիայից ամենաշատն է տուժել։ Գյուղի գրեթե բոլոր բարձունքներում անզեն աչքով էլ նկատելի է ադրբեջանական ներկայությունը դրոշների տեսքով։ Գյուղում այժմ ապրում է 15-ից 20 ընտանիք, մինչև պատերազմը հանդեցիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր։ Հիմա այդ հնարավորությունն արդեն չունեն, քանի որ 2700 հեկտար հողատարածք արդեն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, այդ թվում գյուղի միակ գերեզմանատունը։ Հանդեցիները զրկվել են հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից, հուղարկավորություններն էլ իրականացնում են հարևան գյուղերում։ Տնամերձ հողամասերն են, իմի մշակու վարուցանքի ժամանակն է, էլի ասենք լոբիա, բանա, կանաչեղենա, հիմիկվա բանում են, կարտոֆելնա, մի 200 տեղ ցանում են, երկու եղբայր է, ամենքը երկու հատ կող ունեն, մի կողմնա կապ տալիս։ Չեն հանում, արոտ տավար չունենք, տանեն, գոմի մոտ է, քսենց հսկում են, որ հանկարծ չանցնեն, էլի ընդ մինապատած է մեր կողմից։ Ներքին Հանդում կյանքը շատ է բարդացել, գյուղում գազ չկա, ջուրն էլ տեխնիկական նպատակներով օգտագործելու համար է։ Գյուղի վարչական ղեկավարի խոսքով խմելու եւ ոռոգման ջրի հարցը լուծելու հետ կապված խոստումներ տվել են։ Մրցույթն իրականացվել է դեռևս այս տարվա հունվարին։ Հաղթող կազմակերպություն կա, սակայն մինչև օրս որևէ աշխատանք դեռ չեն սկսել։ Թե ինչու են մարտ ամսին էլ առանց ջրի, հարցի պատասխանը որևէ մեկը չունի։ Խմելու համար էլ գյուղի կողքին աղբյուր կա, դեից բաչոկներով բերում են նախագիծ են կազմել, որ 1 կիլոմետր գյուղից վերև գետից վերցնեն, ֆիլտրացիա անեն, գամտնի բանը, այսինքն կապտաժից գա հասնի գյուղի վերև բասեին կա, բասեինը լցվի, դեղ քլորացում կատարի, նախագիծն ատենց։ Հետո տան ժողովրդին։ Իրանց ասելով պիտի արդեն աշխատանք սկսվածնի, բայց այս պահին հələ չկա։ Գյուղացիները ստիպված վերացրել են խոշոր եղջերավորներին, քանի որ անասուններն անցնում են Չեզոք գոտի ու պայթում ականների վրա։ Գյուղում էլ բացի օղի թորելուց այլ աշխատանք չկա։ Հողագործությամբ զբաղվում են տնամերձ հողերում, սեփականաշնորհված հողերն են մնացել սահմանից այն կողմ ու համարվում են միջդիրքային։ Տնամերձ հողերն են, որով հանդեցիները պահում են իրենց գոյությունը։ Գյուղացիներն էլ այդ հողերը պահում են ամուր ու ոռոգման ջրի հարցը լուծելու լավատեսությամբ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։